Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի հերոս ոսկե արձիվ շքանշանի ասպետ, Մարդագան խաչ առաջին աստիճանի շքանշանագիր Վլադիմիր Ալեքսեյ Բալայան։ Մարտինի թերները կբատմեն անոր մասին, ինչ որ չեն գրնարսել անոնց տերերը։ Ստեփանագերդի մեջ կրավյալ դարձած են նախախորհրդային եւ խորհրդային դարիներուն կառուցված առանձնատուներ, բնագելի շենքեր, թաղամասեր։ Վանալիջի մարկարդացև ցկներու հրաշալի քաղտը, Հոզատ գյուղ Դերսիմ, Հայրու ցեղասպանագիտությունը միջազգային գիտական հարթակին վրա, Արսեն Ջանյան, հողի եւ խոսքի մարդը, Մարտիրոս Սարյան, ծանոթ եւ անծանոթ թեմքեր։ Մոխրատաղը Մարտագերդի շրջանի այն հերոսական գյուղերեն է, ուր թշնամին ծանր գորուսներ ունեցած է։ Ամեն տարի նախկին ազատամարտիկները կհապակվին, կհիշեն բادرազմի դեպքերը եւ զոհված ընկերները, հաստատելով թե հայրենի հողը իզուր արյունով չեն երգված։ Գյուղի հերոսներեն մեկն էր Վլադիմիր Բալայանը։ Սորված է Մարտագերդի եւ ներքին հորաթաղի մեջ, ավարտած է Ստեփանագերդի գյուղատնտեսական ուսումնարանը եւ աշխատած է իբրև գյուղատնտես։ Արցախյան շարժման հետ Վլադիմիրը հասկացավ վտանգը եւ գազմեց ինքնապաշտպանական ճոգատ։ Ան գղեկաբարեր Մարտագերդի պաշտպանությունը եւ մասնակցած է նաեւ այլ շրջաններու մարտերուն։ 1991-ին հանդիպած է Լեոնիդ Ասկալտյանին եւ միասին հիմնած են ազատագրական բանակը։ Խումբին մեջ խիստ կարգապահություն գտիրեր, արգելված էր ալկոլն ու ծխախոտը, իսկ զինվորները մշտապես կմարզվեին։ Վլադիմիրի սկզբունքայնությունը բոլորին հարկանքին կաշանանար։ Նա երբեք չլքեց իր ընտանիքը, նույնիսկ երբ գյուղը վտանգի տակ էր։ Ազատագրական բանակը ազատագրեց 24 գյուղ, զոհ ունեցավ միայն 6 մարդիկ։ Վերջին երկուքն էին Վլադիմիրը եւ Լեոնիդը։ Վլադիմիրը զոհվեցավ 1992 թվականի հունիսի 9-ին Չայլուի պաշտպանության ժամանակ։ Անոր մահը խոր աստեցություն ցկեց իր ընկերներուն վրա։ Լեոնիդը խորապես հուզված ըսավ։ Մեկ է, շուտով ես ալ պիտի միանամ Վլադիմիրին։ 12 օր յետք զոհվեցավ նաև ինք։ Վլադիմիր Բալայանի շնորհված է Մարդագան խաչ առաջին աստիճանի շքանշան եւ արիության համար մեդալ։ Անոր անունը կգրե Մարտագերդի դպրոցն ու գյուղի հուշարձանը։ Կոստանտո Բոլսեն ուսուցչուհի Լեդիսյանաս Մարտին այցելության ընթացքին հանդիպեցավ քաղաքի վերջին ոսկերիչներեն մեկուն Մետին Էզիլմեզին։ Անոր փոքրիկ արհեստանոցը մինչև այսօր գշարունակե թարավոր ասորական ավանդույթները։ Դպավորված Մետինի աշխատասիրութենեն Լեդիսյան ուզեց, որ անոր մասին պատմվի։ Մետինը վերջին տարիներուն սկսած է բացահայտել իր հայկական ինքնությունը։ Ծնած է Մարտինի մեջ, կյանքը անցուցած է աղքատության եւ բայկարի մեջ։ Արհեստին նվիրված կպատրաստե խաչացե վզնոցեր, մարգարիտե զարտեր եւ նշանատրության մադանիներ։ Այսօր բազմաթիվ երիտասարդներ Բոլսեն եւ այլ վայրերը սկսած են վերակտնել իրենց հայկական արմատները ընտանեկան գաղտնիքներու, հին լուսանկարներու կամ փաստաթուղթերու միջոցով։ Լեդիսյանաս կնշե, մեզ շատերուն արմատները մեզ բահված են, բայց այդ կանչը միշտ զգալի է։ 2025 թվականի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահի նշանակած ներկայացուցիչ Էլչին Յուսուպովը հայտարարեց, որ Արցախի մեջ կքանդվին հայկական բռնակրավման ժամանակ անօրինական կառուցված շինություններ, պատճառաբանելով, թե անոնք չեն համապատասխաներ ադրբեջանական չափանիշներուն։ Այսպես շուրջ 1 տարվա համատարած քանդումներեն յետք առաջին անգամ փորձ կկատարվի բացատրել, թե ինչու Ստեփանագերդի զգալի մասը ոչնչացված է։ Քանդված են նաև խորհրդային եւ նախախորհրդային շինություններ, զանոնք գրավյալ որակելով։ Նկատելի է, որ յուրաքանչյուր հայկական շինության ոչնչացման արդարացում կհանդիսանա գրավյալ հիմնավորումը։ Միևնույն ժամանակ Արցախի հանրապետության շրջանին կառուցված որոշ շինություններ կպահպանվին, կվերանորոգվին եւ կվերաբնակեցվին իբրև նորագառույց ներկայացվելով։ Առանցնակի ուշադրության գետ է նաև Ստեփանագերդի երկու եկեղեցիներու հնարավոր կանտումը նույն հիմնավորումով։ Ինջի կեֆալը Վանալիջի մարկարդացև ցկնադեսակը ապրիլ 15-ին մինչև հուլիսի 15 կլքե աղային լիճը եւ կբարձրանա թեպի քաղցրահամ կեդեր ցվատրելու համար։ Այն ժամանակ, երբ ցուգերը գլողան հագարակ հոսանքին, յուրահատուկ տեսարան մնե, որ կգրավե զբոսաշրջիկներու եւ բնաբահմաններու ուշադրությունը։ Տելիջայ քեդին մեջ ցուգերու այս քաղտը կնկարահանե փաստագրական ժապավեններու հեղինակ Տահսին Ջեյլան, իշեշտում ցկներու բայկարը կոյադևման համար։ Ապրիլու ցկտումի ամենապայծառ օրինակն է կնշե ան։ Հոզադը Դերսիմի պատմական շրջանի խաղաղ եւ գեղատեսիլ գյուղն է, ուր հին ավանդույթներն ու հոգեվոր ժառանգությունը դակավին կենթանի են։ Տեղացիները անթիվ փորձություններու թեմ տարեր շարունակ պայքարելով հաջողած են պահպանել եւ փոխանցել իրենց նախնիներեն ստացած մշակույթն ու հավատքը։ Գյուղին պատմությունն ու ինքնությունը խորապես կապված են շրջանի անցյալին։ Այստեղ յուրաքանչյուր քար եւ շունչ պատմություն մը կգրե։ Տեղացիներուն աչքերուն մեջ անդեսանելի է անոր հիշողությունը։ Հոզադի ամենանշանակալի հուշարձաններն է գյուղի
մեծ եկեղեցին, որ մինչև այսօր գանքուն է որպես լրակյաց վգան անցյալին։ Իր գամարներով, փորագրված պատուհաններով եւ պատկերազարդ խորանով եկեղեցին կխորհրդանշե ոչ միայն ջարդարապետական գեղեցկություն, այլև հավատքի եւ դոգոնության ոգի։ Ան եղած է նաեւ համայնքային կյանքի կենտրոն, աղոթքի եւ հույսի վայր։ Այսօր հոզատը վերածված է ինքնության, հիշողության եւ մշակութային թիմադրության խորհրդանշի, փաստելով, որ պատմությունը մոռացության չի մատնվիր, երբ կան մարդիկ, որոնք կշարունակեն ապրիլ իրենց արմատներով եւ զանոնք փոխանցել ապագային։ Հայրուտ եմ իրականացված ցեղասպանության թանգարան հիմնարկին հրադարակած International Journal of Genocide Committed Against Armenian Studies գիտական հանդեսը ընդգրկվեցավ Սկոպոսի աշխարհի հեղինակավոր ակադեմիական շտեմարաններեն մեկուն մեջ։ Սա կարևոր առաջխաղացում է հայրուտ ցեղասպանության ուսումնասիրություններու միջազգային ճանաչման եւ գիտական արժեվորումին համար։ Շնորհավոր բոլոր մասնակիցներուն, որոնց նվիրված աշխատանքը հիմնավորեց այս հաջողությունը։ Արսեն Ջանյան ծնած է 1938-ին Մուսալերանդ Վակֆ գյուղին մեջ, ուսումը ստացած է Բոլսո Սուրբ Խաչ եւ Մխիթարյան վարժարաններուն մեջ, ապա Բոլսո Պետական համալսարանեն Փանասիրություն։ Գրականությամբ զբաղած է 1960-ականներեն։ Արևուն դակ եւ հողին հետ գիրքերուն մեջ հստակ կսկացվի գյուղացիի հողի հետ սերն ու բայկարը։ 1978-ին ընտանիքով ներկախտած է Արևելյան Հայաստան, դասավանդած է թրքերեն եւ գրականություն Երևանի Պետական համալսարանին մեջ։ Արսեն Ջանյանի կյանքի ամենամեծ ողբերգությունը եղած է իր զավակի Գարենի Զոհվիլը Արցախի առաջին պատերազմի տարիներուն։ Անոր այս կորուստին նվիրված է մտավորական Մարդիկը գիրքը։ Արսեն Ջանյանը հեռացած է 2023 թվականին, ցկելով իր խորհետքը հայ քրական մտքի, հայրենասիրության եւ մարդասիրության դաշտին մեջ։ Գրականության եւ արվեստի թանգարանը կպատրաստվի հյուրընկալել ժամանակավոր ցուցահանդեսը նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145 ամյակին։ Ցուցահանդեսին խորակիրն է Մարտիրոս Սարյան, ծանոթ եւ անծանոթ դեմքեր։ Ցուցադրության նպատակն է բացահայտել մեծ նկարիչին արվեստն ու գերբարը, ընդգծելով ոչ միայն ծանոթ, այլև քիչ ծանոթ թրվակները իր ստեղծագործական եւ անձնական կյանքեն։ Բացումը տեղի պիտի ունենա հունիս 10-ին Երևանի մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։